2022 թվական Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, մանկավարժական համալսարանի և ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողները պարզապես բացահայտել էին այն գաղտնի որոշումը, որը պատրաստվում էր կայացնել կառավարությունը, փակելով միաժամանակ այդ 3 բուհերը, որի փոխարեն պետք է ստեղծվեր մի նոր համալսարան, որի անունը այդ պահին կրթության նախարար Դումանյանը անգամ չգիտեր։ Պարզապես փակել բուհեր։ Եվ այս ամենը սկսվեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից, առաջին մարզային բուհից, որը փակելու ոչ մի հիմնավորում չկար։ Իսկ դրանից հետո ընդունվեց մի օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է Հայաստանում փակել մինչև 4000 ուսանող ունեցող բոլոր բուհերը։ Դրա մեջ են մտնում գրեթե բոլոր մարզային բուհերը բացի Շիրակի պետական համալսարանից, դրա մեջ են մտնում բոլոր բուհերի մարզային մասնաճյուղերը, դրա մեջ են մտնում հատուկ բուհեր, որոնք օբյեկտիվորեն ուղղակի չեն կարող ունենալ մեծ թվով ուսանողներ, ասենք Երևանի պետական կոնսերվատորիան կամ Գեղարվեստի պետական ակադեմիան կամ թատրոնի կինոյի պետական ինստիտուտը։ Նրանց մասնագիտական առանձնահատկությունն է ենթադրում անգամ առանձին դեպքերում անհատական մոտեցում ուսանողների և դասախոսների հարաբերություններում։ Եվ արդյոք սա վերաբերում էր միայն բուհերին։ Պարզում է, որ ոչ։ Այս ամենը վերաբերվում է նաև հանրակրթական դպրոցներին։ Ինչպիսին է լինի կառավարության որոշման ձևակերպումները, ինչպիսին է լինեն դրա շուրջ մեկնաբանությունները, ոչ ոք չի հերքում, բոլորը նաև հաստատում են, որ այս ուսումնական տարվանից իրենց սեփական դպրոց չեն հաճախելու 231 հանրակրթական դպրոցների աշակերտներ, հիմնականում հեռավոր բնակավայրերում, լեռնային, բարձր լեռնային համայնքներում, սահմանամերձ համայնքներում։ Մեկնաբանվում է, որ աշակերտների թվաքանակի պակաս լինելն է դրա պատճառը։ Աշակերտների թվաքանակի պակաս լինելը կարող է պատճառ լինել կրթական մեթոդաբանությունը վերանայելու, ուսումնական գործընթացի կազմակերպումը դրան համապատասխանեցնելու, այլ ոչ թե դպրոցները փակելու համար։